Ինչու է Եվրոպան ԱՄՆ-ի փոխարեն զենք գնում Հարավային Կորեայից եւ ինչպես է Դոնալդ Թրամփը փորձում ներսից պաշտոնանկ անել իր դաշնակից Նեթանյահուին։ Բարև ձեզ, Fast Info-ի եթերում Տողատակում հաղորդաշարն է։ Հարավային Կովկասի եւ եվրոպական երկրների կողմից ԱՄՆ-ի հետ իրենց հարաբերությունների վերանայման ֆոնին Հարավային Կորեան դարձել է զենքի ամենաարագ աճող մատակարարը։ Մասնավորապես դրան հանգեցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ հայտարարությունները, որոնք դաշնակիցներին ստիպել են կասկածի տակ դնել Վաշինգտոնի հուսալիությունը ճգնաժամային պահերին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը։ Այս ֆոնին եվրոպացիները սկսել են հատկապես ակտիվորեն զենք գնել Հարավային Կորեայից։ Պոլիտիկո պարբերականն ընդգծում է, որ որպես մատակարար Սեուլի ազդեցության աճի հիմքում ընկած է Լեհաստանի զենքի վաճառքը։ Երբ արևմտյան առաջատար պարբերականը խոսում է ԱՄՆ-ին փոխարինողի մասին, դա ահազանգ է առ այն, որ Եվրոպան այլևս չի հավատում Վաշինգտոնի միջուկային եւ ռազմական հովանոցին եւ անցել է ինքնապաշտպանության։ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այստեղ ընդհանրապես հարմար առիթ են կամ կատալիզատոր, մինչդեռ իրական պատճառը խորքային է։ Արևմուտքը հասկանում է, որ ԱՄՆ-ն իր ռեսուրսներով այլևս ի վիճակի չէ միաժամանակ վերահսկել թե Ուկրաինան, թե Մերձավոր Արևելքը, թե Թայվանը եւ սեփական շահերը սպասարկելու համար Վաշինգտոնը պատրաստ է զոհաբերել դաշնակիցների անվտանգությունը։ Այս համատեքստում Հարավային Կորեայի ընտրությունը որպես զենքի գլխավոր մատակարար բացահայտում է եվրոպական վերնախավի խոճապային շտապողականությունը, քանի որ կորեական ռազմաարդյունաբերությունը միակն է, որն ունի հսկայական հզորություններ եւ կարող է այստեղ եւ հիմա ապահովել ծանր սպառազինություն, տանկերի եւ հաուբիցների մեծաքանակ հոսք։ Հատկանշական է, որ այս գործընթացի առաջամարտիկը Լեհաստանն է, ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամենամիլիտարիզացված եւ Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության ամենամեծ ռիսկն ունեցող երկիրը, ինչը ցույց է տալիս, որ Վարշավան առաջինն է կոտրել Վաշինգտոնի անխոցելիության առասպելը։ Թաքնված նպատակների մակարդակում պոլիտիկոյի այս հրապարակումը նաև ներքին քաղաքական մտրակ է ԱՄՆ դեմոկրատական թևի կամ չափավոր հանրապետականների ձեռքին, ցույց տալու համար, թե ինչպես է Սպիտակ տան կորտ ռետրոբանությունը ԱՄՆ-ին զրկում միլիարդավոր դոլարների շուկաներից եւ գլոբալ ազդեցությունից։ Սակայն ավելի մեծ տողատակում սա մեսիջ է ողջ աշխարհին, այդ թվում Հարավային Կովկասին, եթե նույնիսկ հզոր Եվրոպան է ստիպված այլընտրանքներ փնտրել եւ չի վստահում ԱՄՆ-ի երաշխիքներին, ապա անվտանգային փոխրուն համակարգ ունեցող փոքր պետությունները պետք է դադարեն ապավինել մեծ տերությունների հեռավոր խոստումներին եւ վերանայեն իրենց ռազմավարական հաշվարկները, նախապատրաստվելով մի աշխարհին, որտեղ հին դաշինքներն այլևս չեն գործում։ Իսրայելական 13-րդ ալիքի հաղորդմամբ ԱՄՆ վարչակազմը Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին փոխարինող է փնտրում վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Վաշինգտոնի ներկայացուցիչները ոչ պաշտոնական կապեր են հաստատել իսրայելական ընդդիմության առաջնորդների, մասնավորապես Նավթալի Բենետի եւ Գադի Այզենկոտի հետ։ Հարաբերությունների ներկայիս փլուզման պատճառը Թեհրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունների նկատմամբ Նեթանյահուի կոշտ անհամաձայնությունն է։ Այն իրողությունը, որ Դոնալդ Թրամփը Իսրայելի աջակիցների գլխավոր կուռքը փորձում է տապալել իր մտերիմ ընկեր Բենյամին Նեթանյահուին, ջրի երես է հանում մի պարզ ճշմարտություն։ Գերտերությունների համար չկան հավերժական բարեկամներ, կան միայն հավերժական շահեր։ Նեթանյահուն, ում ողջ քաղաքական կապիտալն ու իշխանության պահպանումը կառուցված են Իրանի դեմ մշտական պատերազմի եւ թշնամանքի կերպարի վրա, դարձել է գլխավոր խոչընդոտը Թրամփի դարի գործարքի ճանապարհին։ Հետևաբար Վաշինգտոնը հասկացել է, որ Թեհրանի հետ իր ռազմավարական պլաններն առաջ տանելու համար անհրաժեշտ է հեռացնել Իսրայելի անընկճելի վարչապետին։ Ամերիկյան կողմից Նեթանյահուի ամենամոտ շրջապատի ներգրավումն այս գործընթացում եւ կապերի հաստատումը Իսրայելի նախկին զինվորական ու քաղաքական էլիտայի Բենեթի եւ Այզենկոտի հետ վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը գործի է դրել Իսրայելի ներսում պալատական հեղաշրջման հստակ սցենար։ Ընդդիմության այս գործիչները Թրամփի համար ավելի կանխատեսելի եւ կառավարելի գործընկերներ են, որոնք պատրաստ կլինեն ընդունել ամերիկյան նոր խաղի կանոնները հանուն իշխանության գալու։ Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում է։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի եւ Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է $570 միլիոն, ինչը 9%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս ցուցանիշով Ադրբեջանը զբաղեցնում է 5-րդ տեղը։ Վրաստանի մյուս խոշոր առևտրային գործընկերների թվում են Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն։
Չոր վիճակագրության եւ տնտեսական աճի տոկոսների հետևում թաքնված է Վրաստանի աշխարհաքաղաքական նուրբ բալանսի եւ կախվածությունների բավականին վտանգավոր քարտեզը։ Այն, որ Ադրբեջանը կայուն կերպով պահպանում է իր դիրքերը Վրաստանի գլխավոր գործընկերների հնգյակում, իսկ ապրանքաշրջանառությունն աճում է գրեթե 10%-ով, վկայում է ոչ թե պարզապես հարևանների միջև աճող առևտրի, այլ Թբիլիսի եւ Բաքվի միջև ձևավորված ռազմավարական ամուսնության մասին, որտեղ Վրաստանը հանդես է գալիս որպես ադրբեջանական էներգակիրների հիմնական տարանցիկ միջանցք դեպի արևմտյան շուկաներ։ Սակայն այս լուրի իրական սուր տողատակը բացահայտվում է Վրաստանի մյուս գործընկերների ցանկում, որտեղ կողք կողքի հայտնվում են Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ը։ Սա Թբիլիսիի ներկայիս իշխանությունների վարած բազմավեկտոր, բայց միևնույն ժամանակ ծայրահեղ ռիսկային քաղաքականության հայելին է։ Մի կողմից Թուրքիան ու Ադրբեջանը վերահսկում են Վրաստանի տնտեսական զարկերակը, մյուս կողմից Ռուսաստանն ու Չինաստանը տարեց տարի ուժեղացնում են իրենց ազդեցությունը, ինչը տեղի է ունենում Արևմուտքի եւ ԱՄՆ-ի հետ Վրաստանի քաղաքական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ Վրաստանի համար այս խորացող կախվածությունը էներգետիկ եւ լոգիստիկ գրեթե բոլոր խոշոր նախագծերում Թբիլիսին այլընտրանք չի թողնում, քան Բաքվի եւ Անկարայի հետ հաշվի նստելը։ Ադրբեջանի 3 պետական մարմիններ օժտվել են էլեկտրոնային սիգարետների շրջանառությունը վերահսկելու լիազորություններով։ Պետական մաքսային կոմիտեն կվերահսկի ներմուծումն ու արտահանումը, հակամենաշնորհային վերահսկողության եւ սպառողական շուկայի հսկողության պետական գործակալությունը, արտադրությունը, մեծացախ ու մանրածախ վաճառքն ու պահեստավորումը, իսկ պետական հարկային ծառայությունը հարկային ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումները։ Առաջին հայացքից առողջապահական կամ զուտ ներքին կարգավորումների մասին պատմող այս լուրի տողատակում թաքնված է Ադրբեջանի տնտեսական էլիտաների միջև ստվերային եկամուտների վերաբաշխման եւ պետական մենաշնորհների խստացման բավականին կոշտ գործընթաց։ Էլեկտրոնային սիգարետների շուկան ողջ աշխարհում եւ հատկապես ԱՊՀ տարածքում վերջին տարիներին վերածվել է բազմամիլիարդանոց եւ հաճախ կիսաստվերային մի ինդուստրիայի, որն իր գերշահույթներով սկսել է լուրջ մրցակցություն ստեղծել ավանդական ծխախոտային հսկաների համար։ 3 խոշորագույն ու պատժիչ գործառույթներով օժտված պետական մարմինների, մաքսայինի, հարկայինի եւ հակամենաշնորհայինի միաժամանակյա գործարկումն այս ոլորտում վկայում է այն մասին, որ Ալիևի վարչակարգը որոշել է ամբողջությամբ ճակերտավոր սպիտակեցնել կամ ավելի ստույգ իր անմիջական վերահսկողության տակ վերցնել այդ ֆինանսական հոսքերը։ Բացի այդ, սա նաև բյուջետային ճեղքերը լրացնելու պրագմատիկ քայլ է երկրում, որտեղ նավթադոլարների ծավալները ենթակա են գլոբալ տատանումների, իշխանությունները ստիպված են սեղմել օղակը ներքին շուկայի բոլոր բարձր շահութաբերություն ունեցող ոլորտների շուրջ։ Տարածաշրջանային համատեքստում սա ազդակ է նաև հարևան երկրներին, այդ թվում Հայաստանին եւ Իրանին, որոնց տարածքով հաճախ իրականացում են նմանատիպ ապրանքների տարանցումը, որ Բաքուն այլևս թույլ չի տալու իր տարածքում ստվերային լոգիստիկայի գոյությունը։ Լուրի տողատակը հստակ է. Ադրբեջանում տեղի ունենում ոչ թե պայքար հանուն առողջ ապրելակերպի, այլ ֆինանսական հսկայական ոլորտի վերջնական կենտրոնացում իշխող վերնախավի ձեռքում, որտեղ յուրաքանչյուր ներմուծված էլեկտրոնային սիգարետ այսուհետ պետք է ծառայի բացառապես պետական գանձարանի եւ կառավարող կլանի հարստացմանը։ Իզմիրի քաղաքապետ Ջեմիլ Թուգայը դուրս է եկել ժողովրդահանրապետական կուսակցությունից այդ քայլը պատճառաբանելով Իզմիրի կառույցի եւ նահանգային մի խումբ առաջնորդների պաշտոնակությամբ, ինչը նա անվանել է մեծ անարդարություն եւ անընդունելի սխալ ընտրողների նկատմամբ։ Թուգայը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես անկախ քաղաքապետ, ընդգծելով, որ դատարանի որոշմամբ ձևավորված կուսակցության ներկայիս ղեկավարությունը չի կարող հարթակ լինել իր պայքարի համար։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մեծ քաղաքի քաղաքապետը նման կերպ լքում է խմբակցությունը։ Իզմիրը թուրքական քաղաքականության մեջ պարզապես մեծ քաղաք կամ մետրոպոլիա չէ, այն քեմալականության, աշխարհիկության եւ ընդդիմության պատմական անառիկ ամրոցն է, որտեղ ժողովրդահանրապետական կուսակցությունը տասնամյակներ շարունակ ունեցել է բացարձակ մենաշնորհ։ Այն փաստը, որ այս քաղաքի քաղաքապետն առաջին անգամ պատմության մեջ աղմկահարույց կերպով լքում է կուսակցությունը, վկայում է ընդդիմության ներսում հաստատած խորը ճգնաժամի եւ ներքին պատերազմի մասին, որն արդեն հնարավոր չէ թաքցնել։ Թաքնված նպատակների եւ դրդապատճառների մակարդակում տեղի ունեցածը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ իշխող վարչակազմի համար իսկական նվեր են, եթե ոչ հենց նրանց կողմից հմտորեն կազմակերպված սցենար։ Թուգայի անկախ կարգավիճակով մնալու հայտարարությունը ժամանակավոր մանևր է, առանց կուսակցական հզոր թիկունքի Իզմիրի պես հսկա քաղաքի կառավարումը դատապարտված է ճգնաժամի, ինչը Անկարային հնարավորություն կտա ապագայում քաղաքը վերցնել իր տնտեսական կամ քաղաքական վերահսկողության տակ։
Տարածաշրջանային առումով Թուրքիայի ներսում ընդդիմության այս ջախջախումը նշանակում է Էրդողանի դիրքերի ել ավելի ամրապնդում արտաքին քաղաքականության մեջ։ Երբ երկրի ներսում գլխավոր մրցակիցը զբաղված է ինքնաոչնչացմամբ, Անկարան ստանում է լիակատար քարտ բլանշ ել ավելի կոշտացնելու իր քաղաքականությունը թե Մերձավոր Արևելքում, թե Հարավային Կովկասում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast.info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։